Ողջույն, երբեմն հնագիտությունը պատմում է ոչ թե թագավորների ու պատերազմների, այլ ամենափխրուն, գրեթե անտեսանելի կյանքերի մասին։ Իրանի հյուսիս-արևմուտքում գիտնականները հայտնաբերել են երկու նախապատմական մանկական հուղարկավորության հետքեր։ Երեխաները մահացել են հենց կյանքի շեմին, կամ ծնվելուց առաջ, կամ էլ անմիջապես հետո։ Հայտնագործությունը կատարել են իրանցի հնագետները Չապարաբադի հին բնակավայրի ավերակներն ուսումնասիրելու ընթացքում։ Այս ավերակները տեղակայված են անսովոր վայրում, այսօր դրանց տարածքը հասանելի է միայն այն ժամանակ, երբ Արևմտյան Ադրբեջան նահանգի ջրամբարներից մեկում ջրի մակարդակն իջնում է։ Հենց այստեղ մոտ 7000 տարեկան շինությունների ավերակներում գիտնականները հայտնաբերել են կերամիկական անոթներ, որոնցում մանկական ոսկորներ էին։ Երկու հուղարկավորություններն էլ պատկանում են Դալմա մշակույթին եւ թվագրվում են մ.թ.ա. առաջ 5-րդ հազարամյակի կեսերով։ Յուրաքանչյուր դեպքում երեխայի մարմինը տեղադրված է եղել կավե անոթի մեջ հազվագյուտ եւ էմոցիոնալ առումով ուժեղ ծիսակատարություն։ Մարդաբանական վերլուծությունը ցույց է տվել, որ երեխաները մահացել են հղիության 36-ից 38-րդ շաբաթներին։ Խոսքն ամենայն հավանականությամբ վերաբերում է մեռելածին կամ վաղաժամ ծնված նորածիններին, որոնք ծնվելուց հետո երկար չեն ապրել։ Կմախքներից մեկը պահպանվել է գրեթե ամբողջությամբ մոտ 90%-ով, ինչը բացառիկ է նման հին ու փխրուն մասունքների համար։ Չնայած նախապատմական դարաշրջաններում մանկական մահացությունը չափազանց բարձր էր, նման գտածոները բավականին հազվադեպ են։ Դրա համար կա մի քանի պատճառ։ Նորածինների ոսկորներն ավելի վատ են պահպանվում հողում, իսկ իրենք երեխաները հաճախ համայնքի լիարժեք անդամներ չէին համարվում։ Հետևաբար նրանց թաղում էին այլ կերպ մեծահասակներից առանձին, առանց սովորական ծիսակատարությունների կամ անմիջապես բնակավայրերի ներսում։ Սակայն Մերձավոր Արևելքում հայտնի է նորածիններին կերամիկական անոթներում հուղարկավորելու հին ավանդույթը։ Ամենավաղ օրինակները վերաբերում են դեռ նեոլիթին։ Գիտնականները դեռ չունեն այս սովորույթի ճշգրիտ բացատրությունը, սակայն շատ հետազոտողներ ենթադրում են, որ անոթը խորհրդանշում էր մոր արգանդը, կարծես երեխային վերադարձնում էին այնտեղ, որտեղից նա իրապես չէր կարողացել լույս աշխարհ գալ։ Հետաքրքիր է այն, որ Չապարաբադում միմյանցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնված երկու հուղարկավորությունները զգալիորեն տարբերվում են։ Մի դեպքում մանկական մասունքների հետ միասին հնագետները հայտնաբերել են ոչխարի կամ այծի ոսկորներ, ինչպես անոթի ներսում, այնպես էլ դրա կողքին։ Սա կարող է վկայել զոհաբերության կամ հրաժեշտի հատուկ ծեսի մասին։ Բացի այդ, անոթները գտնվել են տարբեր տիպի շենքերում։ Մեկը հավանաբար տնտեսական շինություն էր նման պահեստի, երկրորդը հնարավոր է խոհանոց։ Սա վկայում է այն մասին, որ նորածինների մահը բնակավայրի առօրյա կյանքի մասն էր ու դուրս չէր բերվում դրա սահմաններից։ Հետազոտության հեղինակների կարծիքով նման հուղարկավորությունները հազվագյուտ հնարավորություն են տալիս ուսումնասիրելու քարի մարդկանց զգացմունքների եւ պատկերացումների աշխարհը։ Անգամ 7000 տարի առաջ երեխայի մահը իրադարձություն էր, որը հատուկ ժեստ, խորհրդանիշ ու խնամք էր պահանջում։ Իսկ հնագետների գտած կավեանոթները դարձել են այս շատ հին մարդկային զգացմունքի լուր, սակայն արտահայտիչ վկայությունը։ Իսկ ինչ եթե ռոբոտաշինության մեջ առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է ուղղակի հրաժարվել մարդու պատճենելուց։ Հենց այսպես են վարվել Լոզանի շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի ինժեներները, վերաիմաստավորելով ռոբոտացված ձեռքի գաղափարը։ Տասնամյակների ընթացքում մարդկային ձեռքը համարվում էր ճկունության անհասանելի էտալոն։ Ռոբոտաշինարարները մանրակրկիտ կերպով վերարտադրում էին դրա ձևը, ափ, մադ, որոնցից բութը մյուսների նկատմամբ հակադիր դիրքում է, սակայն առավելությունների հետ մեկտեղ նման ռազմավարությունը անխուսափելիորեն ռոբոտին էր փոխանցում նաև մարդկային ձեռքի մանրափակումները։ Մատները ծալվում են միայն մեկ ուղղությամբ, ափը եւ դրա հակառակ կողմը խստորեն բաժանված են, իսկ բռնելու process-ը մնում է զարմանալիորեն մարդակենտրոն։ Լոզանի շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի թիմը որոշել է հրաժարվել այս տրամաբանությունից եւ զրոյից ստեղծել ռոբոտացված ձեռք, որը հիմնված կլինի ոչ թե մարդու անատոմիայի, այլ սիմետրիայի եւ ունիվերսալության սկզբունքների վրա։ Արդյունքում ստեղծվել է 6 իդենտիկ մատներով ռոբոտացված ձեռք։ Մատներից յուրաքանչյուրը համալրված է փափուկ սիլիկոնե ծայրով։ Այստեղ չկա գլխավոր բութ մատ, երկու եզրային մատերը միասին կամ առանձին կարող են տեղաշարժվել ու աշխատել որպես հակադրված մատներ ձեռքի ցանկացած կողմից։ Ավելին, մատները ծալվում են երկու ուղղություններով, այդ իսկ պատճառով ձեռքը չունի ոչ ափ, ոչ էլ ափի հակառակ կողմ։ Մատները ուղղակի կարող են ծալվել հակառակ ուղղությամբ, ինչի արդյունքում ձեռքը կփոխի բռնելու իր դիրքը։ Այսպիսի ստրուկտուրան թույլ է տալիս վերարտադրել մարդկային ձեռքին հատուկ բռնելու 33 ձև, սակայն նմանությունն այստեղ ավարտվում է։ Ռոբոտացված ձեռքը կարող է առարկաները պահել իր մեջքին, միաժամանակ մանիպուլյացիա անելով այլ օբյեկտի հետ։ Մարդու համար նման հնարքն անատոմիական առումով անհնար է։ Մշակումն ունի նաև անսովոր եւ մի քիչ վախենալու առանձնահատկություն՝ ձեռքի ավտոնոմ շարժունակության տեսքով։ Եթե ավելի պարզ ռոբոտացված ձեռքը կարող է անջատվել հիմնական մանիպուլյատորից եւ այդ ժամանակ յուրաքանչյուր մատ սկսում է աշխատել որպես անկախ միավոր։ Այս ռեժիմում սարքը բառացիորեն սողում է կառչելով մակերեսին ու կարող է թափանցել նեղ եւ դժվար մատչելի վայրեր։ Ադապտիվ համակարգերի LASA լաբորատորիայի ղեկավար Օդ Բիարն այս մոտեցումն անվանում է loco manipulation, այսինքն տեղաշարժվելու եւ մանիպուլյացիաների
տրամադրություն միևնույն մեխանիզմում։ Ինժեներների համար որպես ոգեշնչման աղբյուր է ծառայել ոչ թե մարդու անատոմիան, այլ կենդանի բնությունը, ու Թոթնուկն օգտագործում է իր շոշափուկները թե տեղաշարժման եւ թե օբյեկտների հետ աշխատանքի, օրինակ խեցիները բացելու համար։ Աղոթարարը միևնույն վերջույթներով որսում է եւ տեղաշարժվում։ Սիմետրիկ ռոբոտացված ձեռքում այս գաղափարները միավորվել են ինժեներական ստրուկտուրայի տեսքով։ Հեղինակներն ընդգծում են, այսպիսի ճարտարապետությունը հատկապես հեռանկարային է այնտեղ, որտեղ պահանջվում է բարձր ճշգրտություն եւ մուտք սահմանափակ տարածություններ, արդյունաբերական հավաքումից եւ բարդ մեխանիզմների ստուգումից մինչեւ փրկարարական գործողություններ եւ բժշկություն։ Հնարավոր է սա այն դեպքն է, երբ ռոբոտը դառնում է ոչ թե մարդանման, այլ իրոք ունիվերսալ։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Չեք կարողանում աշխատանք գտնել։ Ուղղակի բազմապատկեք հզորությունն ու ժամանակը։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։